Պետություն չունեցած ժամանակ պահել է մեր ժողովրդին միասնական, այսինքն մեր լեզուն, մեր գիրը, մեզ որպես հայ եկեղեցին է փորձել պահել այդ գործունեությունը եկեղեցին է կատարել։ Հիմա իրենք այս կառույցն են փորձում թիրախավորել, փորձում են այս կառույցից հաշվեհարդար տեսնել, որ թե ինչի եք դուք օրինակ հայ ժողովրդին հայ պահել։ Իրենք հասկացան, որ սա լավ օրինագիծ չէ, ժողովրդին չեն կարող սրանով կաշառել ու բավարար պոպուլիստական չէ։ Իրավիճակը այնպես են խեղաթյուրել, որ հաջորդ պայմանական հաջորդ բան, երբ որ մենք ունենանք օրինակ լուրջ խնդիրներ, նույն Սյունիքի հետ կապված, հասարակությունը չի իմանալու, թե ինքը ինչով կողմնորոշվի։ Էլի հայտնում ենք ռուս-թուրքական վանդակում։ Այո, եւ իրենց ձեռնտու Փաշինյանին չվնասելու համար էլ միջազգի անունը դիմենք անցու։ Ողջույն, մարտական եղբայրություն միաբանությունում ենք։ Ես մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանը եւ քաղաքական խմբի անդամ Մասի Շիրոյանը քննարկել ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Մասի ջան։ Բարև ձեզ։ Մայիսյան տոները ամփոփվեցին եւ տեսնենք թե ինչ ուղերձներ տվեցին մեզ մեր պաշտոնյաները։ Մեր ժողովուրդը այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի։ Հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։ Սարդարապատում ասաց Փաշինյանը։ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Թող մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը եւ դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը իշահ Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդին։ Սա էլ ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կարծես շատ Առաջին այսքից շատ լավ էր ասում, բայց հետ կանք հասկանանք մայիսի 28-ը ինչ օր էր։ Անկախության Ինչի արդյունքում ու ումից անկախության։ Մեծ պայքարի։ Սարդարապատում հենց Սարդարապատը որպես խորհրդանիշ այդ պայքարի եւ անկախության ձեռքբերման տևական ժամանակ հետո անկախություն ստանալու խորհրդանիշներ։ Իրականում սա այն նույն շարքից է, որ Փաշինյանը բազմաթիվ անգամ օգտագործել է, այսինքն Արցախը Հայաստանը եւ վերջ շարքից է, որովհետեւ ինքը խոսում է անկախությունից, մայիսի 28 Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինքը երբ որ ասում է նույն շարքից, երբ որ ժամանակին խոսում էր 2019-ից, բայց հետո ինքը շրջվեց, չէ, հակառակ բաներ սկսեց խոսել։ Հիմա ինքը խոսում է անկախությունից։ Ու կարծես անկախության վաղճանն է գուժում։ Հա, ես հիմա դրան եմ ցանկանում գալ, այս զուգահեռներ տանելով։ Մայիսի 28-ը դա առաջին հանրապետության անկախության օրն է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն 1918 թվականին։ Իմիջիալոս մի քանի ճակատամարտերում հաղթանակ տանելուց հետո, երբ որ օրինակ վերջնականապես Սարդարապատում հայկական զորքը հաղթեց թուրքական բանակին, ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական բանակին, ցեղասպանությունից 3 տարի անց։ Սա Փաշինյանի համար պետք էր, որ ինչ որ բան հուշեր, այսինքն սա տրամաբանորեն հակառակն է, այս իր ամբողջ էությամբ այն ինչ որ ինքը այսօր է անում, այսինքն Ադրբեջանի հետ կապված ինքը լիքը վախեր ունի, գնում է Սարդարապատ ու ասում անկախությունը կարևոր բան է։ Հիմա հետ կանք հասկանանք դրան զուգահեռ Փաշինյանը ինչ է ասում։ Ասում է, որ պետք է ու Սարդարապատում չի ասել, բայց ինքը անդադ խոսում է, որ պետք է հրաժարվել անկախության հռչակագրից ու սրանք փոխկապակցված են։ Ու երբ որ մենք տեսնենք, թե ինչ ֆոնով էր կատարվում այդ ամեն ինչը, ոնց էին նկարում, ինչ ռակուրսից էր, այսինքն Սարդարապատի հուշամարին հակառակ դեմքով էին կանգնել, իրենց թիկունքում կադրերը առհասարակ դեպի գյուղն էր կադրերը։ Այստեղ որոշակի մեսիջներ կան, որոշակի վախվորացություն կա ու կարծես թե ինքը ինչ որ բան է ասում, որը իր հետ առհասարակ կապ չունի։ Նույնն էլ Վահագն Խաչատուրյանն էր, երբ որ ինչ որ հայտարարություն անում, այս մարդկանց առած ցանկացած հայտարարություն, որը միտված է իբր թե անկախության պահելուն, սա երեսպաշտություն է։ Իրենք առհասարակ անկախություն բառի հետ առհասարակ կապ չունեն, որովհետև երբ որ անդադ խոսում են, որ պետք է անկախ լինել, անկախությունը կարևոր արժեք, անկախությունը դա ուժերի բալանս է, այսինքն թշնամիների հետ, թալիբանների հետ, մյուսների հետ կապված դու պետք է ունենաս ուժային բալանս, որպեսզի կարողանաս քո անկախությունը պահես։ Փաշինյանն ասում է, չէ, տենց չի, գնանք հանձնվենք, գնանք խաղաղ ապրենք։ Այս տրամաբանության մեջ կեղծ իրականություն է։ Ես իդեպ կուզեի հիշեցնել, թե ինչ կոնտեքստում եղավ Սարդարապատը։ Ի վերջո կաթողիկոսը հրաժարվեց լքել Էջմիածինը։ Եկավ եւ ասաց, որ պիտի պայքարենք մինչև վերջ։
կա այդ կոչը, շատ ազդու կոչ է, եւ հենց այս ֆոնի վրա մենք տեսանք, որ նաեւ եկեղեցու վարկաբեկման հերթական արարը իրականացրեց Փաշինյանը, եկեղեցիները ճուրանացված են։ Սա պատահականություն չէր կարող լինել, մենք անցյալ շաբաթ էլ անդրադարձանք, որ Փաշազադեն կրոնական առաջնորդը ադրբեջանական մեր եկեղեցիների նկատմամբ զրպարտչական հայտարարություններով Էջմիածինը, որ իջավ միածինը ստուգաբանորեն ուրիշ բան չի կարելի հասկանալ, այսպես ձևախեղելով ուչմիածին արտաբերելով ասում էր, թե հայ եկեղեցին ունենք մտադրություն այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր, այսինքն ադրբեջանական իբր պատմական հողերի վրա։ Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին։ Սա հայտարարել էր Փաշազադեն անցյալ շաբաթ։ Մենք տեսանք, որ այս շաբաթ Փաշինյանը շարունակեց հարձակումը հայ եկեղեցու վրա։ Եվ սա ինձ համար շատ ակնհայտ է։ Խոսում է Ադրբեջանը հայ սահմանադրությունից, հայոց սահմանադրությունից, մեր մոտ ասվում է, որ դե եթե խանգարի մեր սահմանադրությունը խաղաղության պայմանագրին կփոխվի սահմանադրությունը, չլսված, չտեսնված մի բան։ Խոսվում է, որ զինանշանի վրա Արարատ լեռը կա, ասում են դե Արարատ լեռը պետք է փոխարինել Արագածով եւ բոլոր կառավարական պատերին տեսնում ենք արդեն Արարատները փոխարինված են արագածներով։ Էլի Այն ամենից ինչ որ խոսվում է, անմիջապես այստեղ արձագանքը տեսնում ենք, նույնն էլ եկեղեցին անցյալ շաբաթ հարձակումը ադրբեջանական կողմից էր, այս շաբաթ ճուշացավ եւ մեր կառավարական արձագանքը։ Այս շաբաթ էլ էր ադրբեջանական կողմից, այս մարդիկ արդեն ուղիղ հրանգներն են կատարում Ադրբեջանի, այսինքն արդեն անթակույց է, ու մենք տեսանք, թե օրինակ Փաշինյանը ինչը թողած ինչի մասն է խոսում, փորձում է եկեղեցում թիրախավորել, մինչև այս մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ պետությունը առհասարակ մեր այս պետությունը հիմնված է մի քանի կարևոր հիմնասյուների վրա։ Երբ որ 20 թվականից հետո հետևողական կերպով իրենք քարոզ են տանում, որ մեր բանակը վատն է, որ մեր բանակը ունի դասալիքներ, 11000 դասալիք բան, այսինքն դա իրենց խնդիրը չէր, այլ զինվորի խնդիրներ ու բանակի խնդիրներ, ամեն ինչ վերագրելով ամենավատ բաները բանակին ու սկսելով արդեն կոռուպցիոն սկանդալներ, չնայած որ աշխարհի բոլոր բանակներում նման process-ներ տեղ են ունենում, մի քիչ լավ, շատ մի քիչ քիչ, բայց համենայնպես մեր բանակը մեր պետության հիմքերից էր։ Երբ որ 91 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք, այդ նոր ձևավորված զինված ուժերի հիմքի վրա հետագայում որ ստեղծվեց 92 թվականին հայկական բանակը, անկախությունից մի քանի ամիս հետո, դրա հիմքով ստեղծվեց Հայաստանի այսօրվա հանրապետությունը։ Շատերը որ ասում են երրորդ հանրապետություն, մենք առհասարակ մտածում ենք սա երկրորդ հանրապետություն է, որովհետև սովետական ժամանակաշրջանը իրականում դա պետություն չէր, դա ինչ որ միավոր էր ԽՍՀՄ կազմում, բայց սա մեր պետության հիմքերից էր, իրենք թիրախավորեցին, սկսեցին ոչնչացնել։ Հաջորդիվ իրենք ոչնչացրեցին, փորձեցին հեղինակազրկել ու շարունակում են այդ process-ը երկրապահի նկատմամբ, որը որ բանակի հիմքերից էր ու ժողովրդի մոտ ատելություն են ձևավորում այդ կառույցների նկատմամբ, նշանակելով այդ կառույցներում կարևոր մարդկանց, այնպիսի մարդկանց, որոնք որ բավականաչափ օրինակ շատ դեպքերում հեղինակություն չունեն, իսկ հեղինակավորները շատ դեպքերում թողնում հեռանում են։ Հաջորդիվ իրենք եկան ոստիկանությանն են փորձում հեղինակազրկել, իմիջիալոց մեզ լսողների համար կցանկանամ տեղեկացնել, որ հենց ոստիկանական ուժերի հիմքի վրա է ստեղծվել բանակը։ Այսինքն երբ որ 90-ականների սկզբում հայկական ուժերը կռվում էին, որպեսզի կարողանան օրինական զինվել ու դիմադրություն ցույց տալ, քանի որ սովետական միությունները դեռ ու հնարավորություն չկար բանակ ունենալու, ստեղծվեց միլիցիայի այդ հատուկ ջոկատը, այնուհետև միլիցիայի հատուկ գունդը, ու այդ միլիցիայի հատուկ գունդը զինվեց ավտոմատներ ունեցան, ու հենց այդ գնդի հիմքի վրա շարունակվեց բանակաշինությունը։ Իրենք ոստիկանությանն էլ հեղինակազրկեցին, ոստիկանությանը սարքեցին ժողովրդին ճնշող ու հալածող, թիվ ավելացրեցին, սկսեցին ավելի մեծ գումարներ տալ ոստիկանական աշխատողներին, քան օրինակ բանակի աշխատողներին, հետո հայտնի մի քանի դեպքեր կան, երբ օրինակ մարդկանց խոշտանգում են ոստիկանները, չգիտեմ։ Սևազգեստ մայրերին քաշ են տալիս այստեղից այնտեղ։ Իրենց մեքենայի մեջից օրինակ մարդ են առանձնանում, խոշտանգում, նման դեպքերով սա համակարգված գործողություն է։ Ու բնականաբար այս տրամաբանության մեջ անմասն չէր մնալու հայ առաքելական եկեղեցին, որովհետև անկախ ամեն ինչից այս պետության կարևոր սյուներից մեկը հայ առաքելական եկեղեցին է, որը որ պետություն չունեցած ժամանակ պահել է մեր ժողովրդին միասնական, այսինքն մեր լեզուն, մեր գիրը,
Մեզ որպես հայ եկեղեցին է փորձը պահել այդ գործունեությունը եկեղեցին է կատարել։ Հիմա իրենք այս կառույցն են փորձում թիրախավորել, փորձում են այս կառույցից հաշվեհարդար տեսնել, որ թե ինչի եք դուք օրինակ հայ ժողովրդին հայ պահել։ Ես այստեղ տեսնում եմ մի փոքր ավելին։ Սա հարված է հայկական իրական արժեքներին, ոչ միայն քրիստոնեությանը, այլև ընտանիքին, որովհետև տեսանք, որ ընտանիքի մասին էլ խոսվեց, չէ՞, ինչ են անում մեծ զավակները ծնողների հետ ապրելիս կամ, այսինքն մենք գիտենք, որ ավանդական ընտանիքի այդպիսի մոդել էլ կա։ Այո, հիմա երբ որ բնակարանները փոքր են եւ ընդհանուր առմամբ ավելի մասնատված է կյանքը, երիտասարդները առավել հաճախ են առանձնանում մեծերից եւ հատկապես քաղաքներում ապրում են առանձին բնակարանում, բայց դա չի նշանակում, որ ավանդական N տիպը այլևս չի կարող աշխատել, այլևս կենսունակ չէ։ Չէ, իրենք բոլոր կետերին խփում են, հաջորդը խփելու են նույն ընտանիքի ինստիտուտին, որովհետև այդ ընտանիքի ինստիտուտն էլ ամենափոքր բջիջն է, որը կարողացել է մեզ պահել հայ։ Բացի դրանից հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ տղամարդը, որ գնում է պաշտպանելու, առաջին հերթին հայրենիքը ասոցացնում է ընտանիքի հետ։ Ինքը պաշտպանում է առաջին հերթին իր ընտանիքը, դրանից հետո նոր արդեն այդպիսին է, ինչ ասեմ, սոցիոլոգիան։ Դա ոչ լավ է, ոչ վատ է, հայ հասարակության ներկայիս կառուցվածքը հիմա այդպիսին է։ Եվ երբ որ հարվածում ես ընտանիքին, դա կոնկրետ նաև եւս մեկ հարված է բանակին։ Իդեպ բանակի մասին խոսենք, բանակի վերաբերյալ քննարկումները այս շաբաթը շարունակվեցին, թեպետ ազգային ժողով չհասան, որովհետև ասեցին, որ ժամանակ չկա, թեպետ ժամանակ կար իրականում։ Իրականում սա նախընտրական խոստում էր, որը փորձարկեցին, ու քանի որ տեսան, որ հասարակության մեջ դրան ընդդիմացողներն ավելի շատ են, քան դրան կողմնակիցները, իրենք հասկացան, որ սա լավ օրինագիծ չէ, ժողովրդին չեն կարող սրանով կաշառել ու բավարար պոպուլիստական չէ, այսպես ասենք։ Նման բազմաթիվ իրենք նախաձեռնություններ ունեն, որոնք հայտարարում են դրանց մասին, հետագայում տեսնում են, թե ինչ արձագանք է ստանում հասարակության մեջ, կարելի ասել ընտրակաշառք է, որը որ չանցավ։ Ժողովրդին սա հետաքրքիր չէր, հայ մարդուն սա հետաքրքիր չէր, հակառակը։ Մի բան հայ մարդը սրան դեմ արտահայտվեց, ընդհանուր հասարակությունը սա չընդունեց, դրա համար իրենք չշարունակեցին ու հիմա էլ դրանով հանդերձ ցույց են տալի, որ իրենք իբր թե ավելի ճիշտ կառավարման մոդել ունեն, որ կարող են ինչ-որ մի բան առաջարկել իրենք ու իրենք էլ մերժեն դա։ Իդեպ ասեմ, որ բանակի կերպափոխման ծրագրի հիմքում դրված է այն, որ 6 ամիս ծառայելուց հետո պիտի զորացրվեն ժամկետայինները եւ արդեն սպասեն հերթական հավաքներին։ Հիմա այդ 1 ամիս, 4 ամիս, 1 ամիսը միանշանակ է, որ բավարար չէ, որպեսզի մասնագիտության տիրապետեն զինվորները։ Այդ 4 ամիսը այնտեղ 2 ամիս է մնում, այդ 2 ամսվա համար 18 միլիոն են տալու, թե ինչ են արելու, այս ինչ օրինագիծ էր ընդհանրապես։ Հետո Պապիկյանը հայտարարեց, որ ինչ որ սահմանափակ թվով մարդկանց է վերաբերվելու դա, բայց այդ սահմանափակ թիվը ինչպես է որոշվելու, այդ սահմանափակ թվով մարդիկ ինչպես են որոշվելու, արդյոք վիճակահանությամբ կամ ինչպես այդ բոլոր հարցերը աբսուրդի կետում էին արդեն հասցնում այս օրինագիծը եւ ամենայն հավանականությամբ իրենք էլ տեսան, որ չէ, սա անցնող չի եւ ճիշտ բռնողի օրինագիծը ժամանակի սովորության պատճառով այսպես ասենք։ Ինքը չի ընդունվելու այդ օրինագիծը, առաջում չի ընդունվելու, չնայած իրենք դրա միտում ունեն ու միգուցե այլ օրինագիծ ընդունեն, որ բանակին կարողանան լրիվ սկսեն կազմակերպել, չնայած որ իրենք ներկայացնում են իբր թե բանակում կերպափոխումներ, ինչպես իրենք են ասում, կերպափոխումներ են տեղի ունենում, մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։ Այսինքն նպատակը թե ինչի համար ես դու բանակ պահում չի փոխվել։ Բանակը շարունակում է ինքնանպատակ գոյություն ունենալ։ Լավ է որ բանակ կա, որովհետև ցանկացած պահի կարող է իրավիճակի սրացում լինել ու ցանկացած պահի հնարավոր է որ մեր զինվորականության մեջ հայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք նախաձեռնողականությունը կվերցնեն իրենց ձեռքը եւ թույլ չեն տա օրինակ Ադրբեջանի առաջխաղացումը, ինչը որ հիմա մենք տեսնում ենք, որ նախապատրաստվում է։ Օրերս որ կրակոցներ տեղի ունեցան Խոզնավարում, հա, սա նույն բանն է, այսինքն Խոզնավարում կրակում են, բայց մեր հասարակությունը խափում է, թե մենք գնում ենք խաղաղության։ Խաղաղությունը ու էսա որ է գալիս է, կամ ամբողջ օրինակ քարոզչական դաշտը լծված էր Փաշինյանի ստատուսները քննարկելով։ Իմ համար դա էլ է օրինակ զարմանալի։ Հա, քննարկում են բաներ, որոնք որ պետք է դուրս մղվեն իրականում քննարկվելիքներից, որովհետև դա չի մեր խնդիրը։
Փաշինյանը շատ վատ է գրում, Մաննան շատ վատ է գրում, բայց չի կարելի ասենք իրեն գրում է մեր շուրջը գտնվող մարդիկ էլ դա դարձնում են խոսակցության թեմա։ Այնինչ պետք չի տրվել իրենց օրակարգերին, պետք է սեփական օրակարգել առաջ մղել։ Պետք է մենք մեր խնդիրները վերհանենք, որովհետև Հայաստանի Հանրապետության համար այսօրվա դրությամբ առաջնային խնդիր չէ, թե Փաշինյանը ում ոնց հայհոյեց կամ Աննան ում ոնց հայհոյեց։ Մեր համար այս պայն կարևոր ու առաջնային խնդիրը թե ոնց ենք դիմագրավելու այս պահին տեղի ունեցող process-ներին։ Այն որ Ադրբեջանը պատրաստվում է ուժով հարցերը լուծելու, դա արդեն գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Նոյեմբերի 9-րդ կետը իրենք փորձելու են մաքսիմալ կերպով իրականություն դարձնել։ Բայց նախքան Զանգեզուրյան Իչանցկին անդրադառնալը խոսենք Խոզնավարի մասին, որը հերթական աբսուրդն էր մեր իրականության մեջ։ Խոզնավարում հնչեցին գրակոծներ, վթարվեց, վնասվեց գյուղի կենտրոնում գտնվող տներից մեկը, որի բնակչուհին տարեցկին է, եւ խոցվեց մի ընտանի կենդանի, բայց արդյունքում երբ որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մի պատասխան լրագրողները հարց էին տվել Պաշտպանության նախարարին, նա ասել էր Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել։ Այսինքն ինչ է նշանակում։ Մենք ենք մեր կենդանուն սպանել եւ տունը վնասել կրակահերթով։ Նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում էլի նշել էր, որ տեղյակ չէ կրակոցների ու վնասի մասին։ Շատ լավ է, որ Արմեն Գրիգորյանը ասում է տեղյակ չեմ, այդ իրագործնել չի։ Ինքը տեղ ուղղակի նստած է տենց վեշի կարգավիճակով։ Սապարքի։ Հա, մի քիչ ավելի բարձր մակարդակի ուսապարք, հա, բայց մեծ հաշվով իրենք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս, որ իրենք չեն տիրապետում իրենց գործին, իրենց ենթակայության տակ գտնվող հարցերին, չգիտեմ, մի պահ թվում է, որ առհասարակ քաղաքական դաշտը այնքան են խառնել ու անլրջացրել, միտումնավոր process է տեղի ունենում, որ ինչ որ բանին ընդառաջ, որպեսզի հասարակությունը չկարողանա պատկերացնել, թե ինչ պետք է անի, ում հետևից պետք է գնա, ինչպես պետք է կողմնորոշվեն։ Բոլորը համատեղ անլրջացրել են հարցերը։ Իրավիճակը այնպես են խեղաթյուրել, որ հաջորդ պայմանական հաջորդ բան, երբ որ մենք ունենանք օրինակ լուրջ խնդիրներ, նույն Սյունիքի հետ կապված, հասարակությունը չի իմանալու, թե ինքը ինչով կողմնորոշվի, ում լսի, ինչ անի։ Բոլորը իրենց միջև վերջ անլրջացրել են։ Այսինքն մեր հիմնական քաղաքական խոսույթը դարել է իրար հայհոյելը, որովհետև տակը բովանդակություն չկա։ Իրենք այս տեսարաններով փորձում են հասարակությանը զբաղացնել։ Մինչդեռ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է, ասաց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Բելաուսովը։ Նա նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Իսկ ահա Էրդողանի կարծիքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այս գործընթացին, մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում եւ պատրաստ ենք դա անել հետագայում։ Խաղաղությունը արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր երկրի համար, ասել է Էրդողանը։ Էլի հայտնում ենք ռուս-թուրքական վանդակում։ Այո։ Որովհետեւ երբ որ մենք ասում ենք սա համատեղ գծված օպերացիա, Հայաստանում ռուսական գծի մեջ գտնվող գործիչները մեզ համոզում են, որ սա թուրքական պլան է, ռուսները սրա մասը չեն, կամ հակառակը, կամ փորձում են այլ տեղերում փրկություն գտնել։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Երկուստեք հայտարարում են այն բաների մասին, ինչը որ համատեղ գծել են ու նոյեմբերի 9-ով ֆիքսել են։ Իրենք հետ են գալիս իրենց հիմնական պայմանավորվածություններին, այսինքն տարածաշրջան ինչպես պետք է բաժանել, ով ինչ փայ պետք է ստանա ու մենք այս process-ներից դուրս ենք։ Այսինքն մենք չենք լսում, թե Հայաստանը օրինակ այդ ճանապարհների ապաշրջափակում կլինի կամ չգիտեմ ինչ կլինի, տարանցի գոտիներ կլինեն, մենք ինչպես ենք դրա մասնակցում, որովհետև մենք մասնակիցը չենք։ Իդեպ քննարկումները շարունակվեցին նաև Զանգեզուրյան Միչանցկի հարցով եւ այստեղ Էրդողանը նոր որակում գտավ Միչանցկին անցում։ Հիշում եք, ասում էինք, որ ի վերջո այդ Միչանցկը երբ որ տարու լինեն, դրա անունը մի ուրիշ բան կդնեն եւ կլինի ճանապարհ, կլինի, չգիտեմ։ Ինչպես նրանքն են ասում, միգուցե սիրո արահետ դնեն, իսկ հիմա Էրդողանը առաջարկել է իր տարբերակը անցում։ Ակնկալում ենք Իրանը կաջակցի Զանգեզուրի անցումը բացելու քայլերին, ասել է Էրդողանը։
Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլև Թուրքիայից դեպի թուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի եւ ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց։ Տեսնում եք, թուրքական դիվանագիտությունը կրկին իր բարձունքում է։ Նաև ռուսական, որովհետև այս ժամանակ հիմա այս պաշտպանության նախարարն է հայտարարում, որ մենք ամեն ձև կնպաստենք, մենք տեսել ենք իրենց նպաստածը, այս պայն ունենք հայաթափված Արցախ, սա իրենց նպաստածն է, իրենք ամեն կերպ նպաստեցին, նույնիսկ ուղիղ մասնակցություն ունենալով այդ process-ներին, իրենց խաղաղապահների միջնորդությամբ, իրենց խաղաղապահների օգնությամբ Ադրբեջանը կարողացավ ամբողջությամբ հայաթափել Արցախը, պատերազմից հետո Շոյգուն այն ժամանակվա պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք թուրքերի հետ երկար աշխատանքից հետո կարողացան հասնել այդ արդյունքին։ Նույնն է Լավրովը ասաց, այո։ Հիմա այս պաշտպանության նախարարն արդեն ասում, որ ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ process-ները գնան մինչև իրենց տրամաբանական ավարտը, բայց այդ տրամաբանական ավարտը դա ձեռնտու է ռուսներին ու թուրքերին։ Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ այստեղ հանդես չի գալիս։ Այսինքն մեր շուրջ կատարվում են որոշումներ, դրանք իրականություն են փորձում դարձնել, որից որ դուրս ենք մնում մենք։ Այսինքն մեր կարծիքը այստեղ հաշվի չեն առնում շնորհիվ ռուս-թուրքական այդ վանդակի դրած իշխանությունների, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ սրանք համատեղ գործող ուժեր են ու իրենք են օրինակ Փաշինյանին քաղաքական հնարան հանդիսանում, շատերը ասում են, չէ, դե Փաշինյանը վազեց արևմուտք, վազեց այստեղ, վազեց այնտեղ, Էրդողանն էր աջակցում, բայց մենք վերջերս տեսանք ու համոզվեցինք, որ ինքը երկու հանդիպում է ունեցել, մեկը Մոսկվայում մայիսի 9-ին, մյուսը դրանից հետո Ալբանիայում Էրդողանի հետ, ու ինքը իրեն ինքնավստահ է ասում դրանից հետո։ Երկուստեք ստանալով իրենց ասած դաբրոները, շարունակում է հստակ քայլերով գնալ 2026 թվականներին ընտրությանը։ Եվ իրենց ձեռնտու Փաշինյանին չվնասելու համար էլ միջազգի անունը դիմենք անցու։ Հա։ Բայց վատատեսական նոտայով չավարտենք։ Հիշեցնենք, որ այս ամենից ելք կա եւ այդ ելքերը մենք մարտական եղբայրություն միաբանությամբ ունենք։ Եթե ուզում եք իմանալ դրանց մասին, տեղեկացնելու ենք միանշանակ, բայց եթե ուզում եք մասնակիցը լինել դրանց իրագործմանը, սպասում ենք ձեզ այստեղ։ Համեցեք մեր գրասենյակ, զանգահարեք մեր հեռախոսահամարին, որը որ մեր Facebook-յան էջում տեղադրված է, կարելի է ասել շաբաթական 7 օր մենք այստեղ ենք։ Դուք զանգեք, պայմանավորվեք, համեցեք, մյուսներն էլ շնորհակալություն ովքեր որ գալիս են, ինտեգրվում են այս աշխատանքներին, այս process-ներին, իրենցից է շատ գոհ շնորհակալ ենք։ Մարդիկ կան, որ ինտեգրվում են, մարդիկ կան ուղղակի կապի մեջ են, ամենքն իր մասով ովքեր որ պատրաստ են ինչ-որ պատասխանատվություն վերցնել, շնորհակալ ենք այդ մարդկանցից։ Մենք պետք է համախմբվենք, այսինքն այն մարդիկ, ովքեր որ տեսակով չեն հանձնվում, այն մարդիկ, ովքեր որ տեսակով այնպիսին են, որ դրսի հրահանգներ չեն կատարում, հույսները չեն դրել Ֆրանսիայի, Ամերիկայի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, մյուսների կամահաճության, հույսները չեն դրել Ալիևի գթասրտության, այլ իրենք մտածում են, որ իրենք կարող են հարցին լուծում տալ։ Այդ մարդիկ տեսակով մեր ընկերներն են ու մենք պատրաստ ենք այդ մարդկանց հետ անցնել մեր ճանապարհը։ Հավատացեք, միասին կարող ենք այս հարցերի լուծում տալ։ Մայիսի 28-ը դրա լավագույն օրինակն է։ Մենք միշտ այդ օրինակը բերում ենք, ասում ենք, ցեղասպանությունից 1.5 միլիոն զոհ տալուց հետո, 3 տարի հետո թուրքական բանակին 3 ճակատամարտերում հաղթել ենք ու ձեռք ենք բերել անկախություն։ Սա լավագույն ցուցիչն է ու ամենակիչ զոհն ենք տվել, ամենակիչ զոհերից ենք տվել։ Սա մեր համար ցուցիչ է, որ փրկության միակ տարբերակը սեփական ուժերին ապավինելով հակառակորդին դիմադրություն ցույց տալն է։ Ինչու՞ չէ նաև որոշ դեպքերում կռիվները տեղափոխել հակառակորդի դաշտ։ Եկեք գտնենք իրար։ Սպասում ենք։